Բարի երեկո, տիկնայք և պարոնայք, մենք շարունակում ենք ինչ, որտեղ երբ Հայաստանյան խաղերի ամառային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա։ Տիկնայք և պարոնայք, եզրափակիչ խաղի հավակնորդը շարունակում է մնալ Հարություն Արզումանյանի թիմը, որը հաղթել է հեռուստադիտողներին 6-2 հաշվով։ Իսկ այս պահին ես խաղ եմ հրավիրում Նարեկ Մնացականյանի թիմին։ Տվյալների վերլուծաբան Վարդուհի Բեգլարյան, ինժեներ Արմեն Ամիրաղյան, լեզվաբան Օֆելիա Ավետիսյան, ապագա բժիշկ Կարլեն Հակոբյան, ծրագրավորող Երանուհի Տեր-Մովսիսյան և թիմի ավագ ֆինանսիստ Նարեկ Մնացականյան։ Նարեկ Մնացականյանի թիմի դեմ այսօր կխաղան Արևիկ Մարգարյանը, Գուրգեն Գրիգորյանը, Լևոն Ավետյանը, Սուպեր Բլից, Սեդա Քոչարյանը, Սարգիս Պետրոսյանը, Դավիթ Աբգարյանը, Բլից, Նոնե Գալստյանը, Ալինա Ավակյանը, Միսակ Մարկոսյանը, Լաուրա Զիրոյանը և հարց Յունիբանկից, ինչ, որտեղ երբ ամառային խաղեր, հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր, հաշիվն է 0-0, առաջին խաղափուլ։ Բարի երեկո հարգելի գիտակներ։ Բարև ձեզ, պարոն։ Պարոն Մնացականյան, Լսում եմ։ Անցյալ տարի ձեր թիմն առաջին անգամ ձեռք բերեց ձմեռային եթերաշրջանի ուղեգիր։ Ինչ նպատակներ ունեք այս տարի։ Առնվազն կրկնել նույն հաջողությունը։ Իսկ եթե ավելին։ Խաղալ այս եթերաշրջանի եզրափակիչում։ Հաջողություն եմ մաղթում թիմին։ Շնորհակալություն։ Ձեր դեմ խաղում է Լաուրա Զիրոյանը, լեզվաբան Երևանից։ 20-րդ դարի սկզբին Մոսկվայի համալսարանի դիմորդները ընդունելության քննությունները հանձնելուց հետո ստիպված էին երկար սպասել ընդունելության արդյունքներին։ Ուշագրավ է, սակայն, որ դիմորդներից շատերը իրենց ընդունվելու մասին իմանում էին նույնիսկ պաշտոնական արդյունքների հրապարակումից առաջ, որոշակի մասնագիտության ներկայացուցիչներից։ Պարզվում է, որ այդ մարդկանց հաջողվում էր օգտագործել իրենց կապերը և ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ գաղտնի տեղեկություններ ձեռք բերել։ Ուշադրություն հարցը. ովքեր էին այդ մարդիկ և ինչպես էին նրանք փորձում իշահ իրենց օգտագործել այդ տեղեկատվությունը։ Պատասխանը պատրաստ է, պարոն հաղորդավար։ Լսում ենք ձեզ։ Կպատասխանի Արմեն Ամիրաղյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Ամիրաղյան։ Այդ մարդիկ կառապաններն էին, ովքեր ուսանողներին պետք է տեղ հասցնեին համալսարանի մոտից, նրանք նախապես ցուցակները իմանում էին ովքեր են ընդունվել եւ անվանական գալիս են, որպեսզի այդ մարդկանց տեղ հասցնեին։ Կառապանները։ Հասկանալի է ձեր պատասխանը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Ամիրաղյան, այդ մարդիկ փորձելով միմյանցից առաջ ընկնել, ձգտում էին նորաթուխ ուսանողներին ներգրավել որպես իրենց հաճախորդներ։ Նրանք դերձակներն էին, որոնք շտապում էին համազգեստ կարելու առաջարկներ ներկայացնել ուսանողներին։ 1-0 հոգուտ հեռուստադիտողների Լաուրա Զիրոյանը բերում է առաջին միավորը իր թիմին և վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Շտապեցիք, պարոն Ամիրաղյան, ինչ որտեղ երբ ամառային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, մեր վստահելի գործընկերն է Եվրոստանույուտ ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը, մեր կանաչ գործընկերն է Armenia Tree Project բարեգործական հիմնադրամը, մտքի թարմության մեր գործընկերն է Royal Armenia սուրճը, գովաստ Armenia TV-ի եթերում։ Ուշադրություն, այսօրվա խաղի լավագույն գիտակին,
Կերոն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը նվիրում է իր սիրելի հեղինակի կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի 100 տարվա մենություն վեպը սեփական մակագրությամբ։ Մեզ գրքեր տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատների ցանցին։ Գրատան գործունեության ծանոթանալու համար կարող եք այցելել zangakbookstore.am կայք։ Շարունակում ենք խաղը, երկրորդ խաղափուլ։ Պարոն Ամիրաղյան, Այո, պարոն Խաղաղ։ հիշում եք, թե ինչ ապրումներ ունեցաք տարիներ առաջ, շատ տարիներ առաջ, երբ արդեն հանձնել էիք բուի ընդունելության քննությունները եւ սպասում էիք արդյունքներին։ Այո, հիշում եմ։ Եվ ինչպիսին էին։ Կկիսվեք մեզ հետ ձեր հիշողություններով։ Դե Պոլիտեխնիկ ինստիտուտի քննություններն էին։ Ծանր էր այն ժամանակ։ Այո, ծանր էր, իհարկե ծանր էր, որովհետև ընդունվելը շատ դժվար էր։ Սեդա Քոչարյան։ Լսում ենք ձեզ, պարոն Ամիրաղյան։ Եվ սովորելն էլ էր դժվար, ճիշտ ասած, մեր ժամանակներում։ Չգիտեմ, հիմա ոնց է։ Ես համաձայն եմ, մեր ժամանակներում սովորելը ավելի դժվար էր, քան ընդունվելը, ինձ թվում է։ Ձեր դեմ խաղում է Սեդա Քոչարյանը։ Թոշակառու Երևանից։ Բրիտանացի գրող Էդվարդ Մեյզերսը, որը խաչ բառերի, հանելուկների եւ դետեկտիվների սիրահար էր, 1934 թվականին հրատարակեց մի վեպ, որը պետք է ստիպեր ընթերցողներին ինքնուրույն բացահայտել դետեկտիվ սյուժեն։ Գիրքն այնքան բարդ ստացվեց, որ հրատարակիչները դրամական պարգև սահմանեցին նրանց համար, ովքեր կներկայացնեն լուծման ճիշտ տարբերակը։ Հրատարակման պահից մինչ օրս վեպի գաղտնիքը կարողացել է բացահայտել ընդամենը 3 հոգի։ Ուշադրություն հարցը. Որն է Մեյզերսի գաղտնիքը, եթե ըստ հաշվարկների լուծման համար անհրաժեշտ է ավելի քան 32 միլիոն տարբեր համադրություն։ Ժամանակ։ Հարցադրումը ոնց Որն է իր գաղտնիքը, եթե անհրաժեշտ է 32 Կարող են որ շախմատ 32 միլիոն տարբերակ կա։ Շախմատի Շախմատի բանը կոմբինացիա։ Խիմի 3 հոգի, խի ընդամենը 3 հոգի, շախմատին դժվար է 3 հոգի։ Հասնում է գաղտնիքը որն է, հստակ Իսկ Ռուբիկ կուբիկի նման ինչ գլուխ կոտրուկ, որը պետքա բացեն, որ դրանով արաշման տեքստի պես բան է։ Այսինքն դետեկտիվի Ասում շեշտում է որ խաչբաներ կարող է լուծումը խաչբարի մեջ էր։ Ինչ որ խաչբար է Այսինքն ինչ որ երևույթը 32 միլիոն կաղա բնակչության հետ կամ տարբեր Կարող է ժամանակի առողջին դերով։ Ինքը բրիտանացի է, վեպեր է։ Այնա որ իր բանալին թաքնված է ինչ որ տենց խաղի, ինչ որ տենց գլուխ կոտրուկի մեջ, որ 32 միլիոն հանդիսալություն տարբերակ է։ Հարցը հիմնական որն է, ինչի մեջ է այդ կոմբինացիան կիրառվում, կոնկրետ որն է այդ բանալին, որը կարող է լինի այդ ամենը։ Պետք է հավաքվեր ինչ որ թվերից 32 միլիոնը 10 ինչ որ ասճան չի։ Այդ երեքը կարան լինեն շախմատի չեմպիոններ, Նոբելյան մրցանակի։ Ժամանակ։ Պարոն Նացականյան։ Ճիշտ ասած վերջի վարքյանն մի հատ միտք եկավ ինձ, չհասցրեցի քննարկեմ թիմի հետ։ Այնուամենայնիվ դուք ունեք 2 տարբերակ, ավելին 3 քննարկած տարբերակը ասել, ձեր տարբերակը եւ վերցնել օրինակ դահլիճի օգնություն։ Ես լավ տարբերակ չտեսա, ինձ թվում է վերջի վարքյանն եկած ինչ որ գրքի էջը ճղելու հետ կապված էր ինչ որ երևի նման տարբերակ առաջ։ Դուք եք պատասխանում, ես Ես ճիշտ եմ կպատասխանեմ։ լսում ենք ձեզ։ Ենթադրում եմ, որ գրքի էջերի պատրելու հետ կապված էր գաղտնիքը, որ շատ քիչ են կարացել ինչ որ կերպ դասավորելու կամ ինչ որ ձև հակառակ կողմը կարդալու։ Մի խոսքով գիրքը պատրելու, էջը պատրելու հետ կապված էր գաղտնիքը։ Իսկ ինչ էին անում պատրելուց հետո, պարոն Նացականյան։ Մտածում եմ, երևի ինչ որ դասավորում էին, ծալում էին, ինչ որ խաչբառ էին սարքում սենց իրար կողք։ Ինչ որ մի այդ էր գաղտնիքն էլ, այսինքն անպայման պետք է էջը պատրվեր, կտրվեր, ինչ որ մի ձև դասավորվեր։ Այդ դրամատում չհասցրեցի զարգացնեմ 53-րդ վարքյանին եկավ այդ միտքը։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Նացականյան, Մեյզերսը գրել էր գիրք հանելուկ, որը 1934 թվականից ի վեր կարողացել է լուծել միայն 3 հոգի։
Վեպի գլխավոր գաղտնիքը բացահայտելու համար անհրաժեշտ էր 100 էջերը դասավորել ճիշտ հերթականությամբ, այդ թվում նաև այո պատռելով։ Մեկ-մեկ Նարեկ Մնացականյանը բերում է առաջին միավորը իր թիմին եւ հավասարեցնում հաշիվը։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Աթենք ընկերության բրենդ մենեջմենթի բաժնի ղեկավար Հայկ Հայրապետյանը։ Բարի երեկո, պարոն Հայրապետյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Հայրապետյան, Աթենք մսամթերքի ընկերությունը Հայաստանում ամենամեծ մասնագիտացված ֆիրմային խանութներից ցանցն ունի։ Ինչ առավելություններ ունեն խանութներն ու քանիսն են դրանք այս պահին։ Խանութների թիվը 39 է այս պահին, բայց որպես այդպիսին ֆիրմային խանութ մենք չենք դիտարկում ֆիրմային խանութների ցանցը որպես վաճառակետ, այլև դիտարկում ենք որպես հաճախորդի հետ ամենաարագ հետադարձ կապի հարթակը։ Ամենօրյա ռեժիմով մենք հավաքագրում ենք կարծիքներ, առաջարկներ, ինչու՞ չէ նաև փոքրիկ դիտողություններ ապրանքների համային եւ օրինակի համար փաթեթավորման հարմարավետությունների հետ կապված եւ այդ ողջ ինֆորմացիան ամենօրյա ռեժիմով հավաքագրվում, ուղարկվում է ընկերության համապատասխան բաժիններ։ Ֆիրմային խանութների այդ հետադարձ կապի լավագույն հարթակ լինելն է պատճառն էլ Աթենք ընկերության համար, որ ֆիրմային խանութների ցանցը համարվում է ընկերության ռազմավարական զարգացման ամենաուժեղ հիմնասյուներից մեկը, պարոն հաղորդավար։ Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, ինձ մնում է ավելացնել միայն, որ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ կպատասխանեն, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվերքարտով։ Իսկ թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը։ Շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուլ։ Պարոն Մնացականյան, Այո, պարոն հաղորդավար։ հանելուկներ կամ ռեբուսներ սիրում եք։ Ժամանակին շատ է սիրում, հիմա այդքան ժամանակ չեմ հատկացնում, բայց սիրում եմ։ Իսկ անձամբ երբևէ որևէ հանելուկ կազմել եք։ Անձամբ ուսանողական տարիներին խաչբարներ էի կազմում շատ, նույնիսկ փորձում էինք ուսանողական թերթ հրատարակել եւ այդտեղ շատ ունեմ հեղինակած խաչբարներ, տենց հանելուկներ, բայց վաղուց էր դա։ Իսկ անուն եմ հիշում, Գլոբուս էր կոչում այդ թերթը։ Յունիբանկ։ Հարց Յունիբանկից։ Հին հռոմեական ճարտարապետության մեջ այդպես էին անվանում տաճարի հիմքը, որի կողմնային հատվածում աստիճաններ կային։ Այդպես էին անվանում նաև հատուկ հարթակը կրկեսում, որը նախատեսված էր արտոնյալ հանդիսատեսի համար եւ գտնվում էր մնացած նստատեղերից մի փոքր ավելի բարձր։ Այսօր այդ բառը կապված է գործունեության այլ տեսակի հետ։ Ուշադրություն հարցը, որն է այդ բառը։ Ժամանակ։ Բուրգերի պիրամիդա։ Պարտեր, ասեք, պարտեր կարողա։ Ինքը տեսեք երկու կողմից այսպես Ամշամարտի հետ կապված պարտերելի օգտագործում հարցը Յունիբանկն է ուղարկել պիրամիդա, ֆինանսական պիրամիդա, երկու կողմից հասճաններով բարձրանում է էլի պիրամիդա։ Պիրամիդան շատ լավ։ Ուրիշ ինչ կարանք ունենանք։ Բազիլիս, բազա, Պատական առանձին։ եթե փորձենք Հետո վատ իմաստով կարող է ինչ-որ թատրոններում, ստադիոններում ինչ-որ հատվածներ հիշենք, ինչ հատվածներ ունենք, ամֆիթատրոն, պարահրապարակություն, Պարտերը կմնան թատրոնի մեջ, արբիտրաժը դուրս է եկել այդտեղից։ Ուրիշ, արբիտրաժը ինչ իմաստով, բայց ինչ է ինքը թարգմանաբար նշանակում։ Հատարանի հետ բան է։ Իսկ դրա համար եմ ասում, բառացիության թարգմանությունը։ Ինչերի հատարանը այդ մարդիկ ատենակալների։ Բա ինչ ատենակալների։ բանկային կամ ֆինանսական թեմատիկայով ինչ-որ մի բան։ Անցկացնում ենք ամեն ինչ-որ տեղ։ Արբիտրաժը պատասխանենք։ Բայց արբիտրաժը տեղ է, նշանակում թե Բայց այս մեր գործունեության տեսակի հետ կապ։ Ժամանակ, պարոն Մնացականյան։ երկու լավ տարբերակ ունենք, ստիպված ենք մեկը ընտրել։ Եկեք իրար հետ քննարկենք երկուսը, հետո դուք կընտրեք դրանցից մեկը։ Վարդուն տարբերակը արբիտրաժ եւ Կարլենի տարբերակը պիրամիդա։ Եկեք վստահենք Վարդուն։
Լսում ենք Վարդուի Կարծում ենք, որ արբիտրաժն է այդ բառը, հույս ունենք։ արբիտրաժը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Կրկեսում այն նախատեսված էր արտոնյալ հանդիսատեսի համար եւ գտնվում էր մնացած նստատեղերից մի փոքր ավելի բարձր։ Ժամանակին նստած էին, իսկ հիմա քայլում են։ Այն էլ գեղեցիկ են քայլում։ Այդ բառը պոդիումն է։ 2-1 հոգուտ հեռուստադիտողների։ Յունիբանկը հեռուստադիտողներին բերում է երկրորդ միավորը եւ հաշիվը դառնում է 2-1։ Շարունակում ենք խաղը, 4-րդ խաղափուլ։ Արբիտրաժը ինչ որ լավ անցանք, մոռացանք, շո չենք քննարկում։ Լավ։ Վարդուի, Այո, պարոն հաղորդավար։ երբ 3 տարի առաջ դուք առաջին անգամ մասնակցեցիք մեր խաղին, մեր ակումբի գիտակներ Արեգ Մալխասյանի եւ Լևոն Գրիգորյանի խաղը համեմատեցիք ջազային իմպրովիզի հետ։ Այո, Հետաքրքիր է, իսկ ինչի հետ կհամեմատեք ձեր նոր թիմի խաղը։ օй, շատ դժվար է ասել։ Ձեր դեմ խաղում է Արևիկ Մարկարյանը։ Հավաքվում ենք։ Գրադարանավար Հրազդանից։ Այդ երևույթը շատերը համարում են բացասական սոցիալական վարքի տարատեսակ։ Բրիտանացի մարդաբան եւ հոգեբան Ռոբին Դանբարը սակայն այդ երևույթը դրական է որակում։ Գիտնականներն այն բնութագրում են որպես սոցիալական սոսինձ, որը համախմբում է մարդկանց։ Ուշադրություն հարցը, որ վարքագծի մասին է Պատասխանը խոսքը։ պատրաստ է, պարոն հաղորդավար, նորից ռիսկի կդիմենք։ Ով է պատասխանում։ Օֆելյան կպատասխանի։ Լսում ենք ձեզ Օֆելիա։ Ես հույս ունեմ, որ չեմ սխալվում, որ խոսքը Բամբասյանքի մասին է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Բրիտանացի մարդաբան եւ հոգեբան Ռոբին Դամբարը մարդկանց համախմբող սոցիալական սոսինձ է անվանում Բամբասանքը 2-2 եւ դուք ունեք մեկ լրացուցիչ րոպե։ Տիկնայք եւ պարոնեք, մեր դահլիճում ներկա է Եվրոստանոյութ ընկերության համասեփականատեր Դավիթ Բադեյանը։ Բարի երեկո, պարոն Բադեյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Բադեյան, այս թիմը համեմատաբար երիտասարդ թիմ է մեր ակումբի համար, որովհետև ակումբը 25 տարեկան է, թիմը խաղում է 3 տարի, չէ, ես ճիշտ եմ ասում, պարոն Մնացականյան։ Ինչպես կգնահատեք թիմի աշխատանքը։ Շատ լավ։ Բավականին լավ թիմային աշխատանք է։ Իսկ ինչ կմաղթեք թիմին։ Հաջողություն ու հետաքրքիր խաղ։ Իսկ հեռուստադիտողներին, պարոն Բադեյան։ Նույնը։ Շնորհակալություն։ Շարունակում ենք խաղը 5-րդ խաղափուլ։ Ուշադրություն։ Ինչ որտեղ երբ ամառային եթերաշրջանի եզրափակիչ խաղում կշնորհվի հեռուստախաղի գլխավոր մրցանակը՝ Մարմարե արծիվը։ Եթե եզրափակիչ խաղում հաղթեն գիտակները, ապա գլխավոր մրցանակը, ինչպես նաև Յունիբանկի կողմից սահմանված 300,000 դրամ դրամական պարգևը կստանա այդ թիմի լավագույն գիտակը։ Իսկ եթե եզրափակիչ խաղում հաղթեն հեռուստադիտողները, ապա Մարմարե արծիվն ու դրամական պարգևը կստանա լավագույն հարցի հեղինակը։ Սլաքի ուղղությամբ ձեր դեմ խաղում է Գուրգեն Գրիգորյանը, տեխնոլոգ Երևանից։ Պատմում են, որ 1960-ական թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներով ճանապարհորդող սովետական թերթի թղթակիցը մի անգամ հայտնվել է Չիկագոյի ոստիկանական բաժանմունքում եւ ցանկացել իր վրա փորձարկել այնտեղ գտնվող ստի դետեկտորը։ Ամերիկացիները սակայն մերժել են նրան։ Ուշադրություն հարցը։ Ինչպես են ամերիկացիները կատակով բացատրել իրենց մերժումը։ Ժամանակ։
պրոֆեսիոնալ է, ինքը լրագրողը, ասել են երբ դու պրոֆեսիոնալ ես։ Ձեր երկու մամուլ էին խնանազատը, որ Ասել է լրագրող է, սովետական լրագրող էր։ սովետական լրագրողը Ասենք մասնակիա չէր, որ այդ գյուտը ասեն գողանալ տանել։ Ասենք ինչ իմաստով նկատի ունեք։ կարող է այն իմաստով, որ այնտեղ իշխանությունը միշտ բանի կաղապարի մեջ է պահել լրատվական ազատություն չի։ Չի ուզեցեք նայ մեր դու ստի դետեկտորը քեզնից խապել կսորվի, պետք չէ փչացնել։ Այո, քեզանից կսորվի։ Հայել ինչ որ դու իրան խապել կսորվցնես, դու ճշմարտություն չգիտես, դու որպես դեղին մամուլի փակ մամուլի աշխատող Հայելի կփչանա դու իրան իմաստով դու իրան այնքան բաց լեզուկ չի հասկանալ։ լեզու չի, անոթազար բան է շփում։ Չի խոսում մեր դետեկտորը, չգիտեմ։ Հայելի լեզուկը չի հասկանալ, այդքան էլ է եղել։ Իսկ այն տարբերակը, որ դու ճշմարտությունը չգիտես, որ ճիշտ խոսի, ինքը միշտ ցույց տալու։ Դու բանավոր չես։ Իսկ եթե ինքը միշտ ցույց տալու, լոգիկան փչացնելն է, բայց Եթե ինքը ձերանի միշտ ստացնել է ցույց մտքի մոտիկ։ Պարոն Նացականյան, ով է պատասխանում։ Այս անգամ մեր եկեք վստահենք Օֆելիային։ Լսում ենք ձեզ, Օֆելիա։ Եկեք ենթադրենք, որ Չիկագոյացի սրամիտ ոստիկանները ասել են, որ չեն ուզում թույլ տալ այդպիսի փորձարկում, որովհետև իրենց ստի դետեկտորը այդ լրագրողից կսովորի ստել ու կփչանա այդպիսով։ Այսինքն շարքից դուրս կգա մեքենան։ Դրա համար չարժի այդպիսի բաներ փորձել։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Թղթակիցը հայտնվելով Չիկագոյի ոստիկանական բաժանմունքում Օֆելիա ցանկացել է իր վրա փորձարկել ստի դետեկտորը։ Սակայն ամերիկացիները մերժել են նրան։ Պարզապես ամերիկացիները չունեին այդքան հումոր, ինչքան գյումրեցիները, Օֆելիա, որ ասեին դուք կսովորեցնեք նրան ստել։ Ասել են, որ իրենց սարքը ռուսերեն չի հասկանում, դուք այդ տարբերակը ունեիք։ Ունեիք այդ տարբերակը, Գուրգեն Գրիգորյանը բերում է երրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Շատ Հումորով է, ավելի հումորով է։ Երա գնահատում ես իրանց հումորը, Նարեկ։ Իսկ մենք շարունակում ենք խաղը, 6-րդ խաղափուլ։ Օֆելիա, Այո, պարոն խաղաբար։ երբևէ ցանկություն ունեցել եք ենթարկվելու ստի դետեկտորի։ Ոյ, չէ, ճիշտն ասած, ես գիտեմ, ես երբ եմ ստում։ Իսկ կողքինները չգիտեմ, եթե չգիտեն, ուրեմն կարիք էլ չկա երևի որ իմանան։ Իսկ եղել են կյանքում իրավիճակներ, երբ ոչ թե դուք գիտեք, այլ ստիպված եք եղել ստել։ Պարոն խաղաբար, ինձ թվում է բոլորի կյանքում են նմանատիպ իրավիճակներ եղել, եթե ինչ-որ մեկը հակառակը պնդի, ինձ թվում է ինքը ստում է։ Շնորհակալություն Օֆելիա անկեղծության համար, այդ թվում բոլորի համար։ Ալինա Ավագյան, ձեր դեմ խաղում է քիմիկոս Երևանից Ալինա Ավագյանը։ Ուշադիր։ Պատմում են, որ մի կին ինտերնետում հանդիպեց հարուստ տղամարդու եւ գնաց նրա հետ ժամադրության։ Ժամադրությունից այդ կինը շատ հիասթափված վերադարձավ եւ ընկերուհուն ասաց. Պատկերացնում ես, նա եկել էր 1968 թվականի Մերսեդեսով։ Բայց չէ որ դա ռարիտետ է, որի գինը շատ բարձր է գնահատվում, բացականչեց նրա ընկերուհին։ Գիտեմ, ասաց կինը։ Ուշադրություն հարցը։ Այդ դեպքում ինչն էր հիասթափեցրել նրան։ Պատասխանը պատրաստ է, պարոն հաղորդավար։ Ով է պատասխանում։ Այսօր ինչ որ Կարեն Հակոբյանը կպատասխանի։ Լսում ենք ձեզ, պարոն Հակոբյան։ 1968 թվականի Մերսեդեսը շատ հին մեքենա է եւ ըստ էության այն ժամանակ շատ լյուքս դասի մեքենա է եղել։ Տղամարդը այնքան հարուստ էր, որ մեքենան ձեռք էր բերել հենց 1968 թվականին եւ մինչ այժմ վարում էր ու հանդիսանում էր տվյալ ավտոմեքենայի առաջին սեփականատերն ու գնորդը, այսինքն տարիքով մեծ էր եւ դա հիասթափեցրել էր կնոջ ըստ էության ընդհանուր այդ երևույթը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Գիտեմ, ասաց կինը, բայց նա այդ Մերսեդեսի առաջին սեփականատերն է։ Պարզվել էր, որ տղամարդը չափազանց տարեց էր այդ կնոջ համար։ 3-3, իսկ հիմա արդեն եւս 1 րոպե։
Դահլիճի հաշրալից ունենք, բայց Շարունակում ենք խաղը 7-րդ խաղափուլ։ Ինչ որտեղ երբ խաղի բոլոր սիրահարների համար ունենք լավ նորություն, 3W ինտելեկտուալ ակումբում պարբերաբար կազմակերպվում են մրցաշարեր, որոնց հաղթողները կստանան բացառիկ հնարավորություն մասնակցելու ինչ որտեղ երբ հեռուստաակումբի 2026 թվականի արտամրցութային խաղերից մեկին։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 041 55 04 96 հեռախոսահամարին։ Սլակի ուղղությամբ ձեր դեմ խաղում է Միսակ Մարկոսյանը, իրավաբան Երևանից, իդեպ Մարմարե արծվի կրկնակի մրցանակակիր։ Ուշադրություն, սև արկղ։ Սև արկղում առարկա է համարձակ մի գաղափարի իրագործման համար։ Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ պորտաբույսների համայնքն ի վիճակի չեղավ առաջադրել որևէ կերպարի, ով ունակ կլիներ անձնազոհության։ Ուշադրություն հարցը։ Ինչ է սև արկղում։ Մտքների ժողովի լավ ուրիշ ինչ կարալու պորտաբույսների համայնքի հետ կապված ինչ-որ պատմություններ Ջորջ Օրուելը, անտիուտոպիա, կենդանիների աշխարհ, չգիտեմ Մաուգլի ջունգլիներ, որտեղ կա պորտաբույսների համայնք։ Պորտաբույսների բանակը հետո ուրիշ պորտաբույսների համայնք անտիուտոպիաների մեջ կարող է կենդանիների հետ կապված օրինակ Ջորջ Օրուելը կարող է հեռախոս խաղացողների չգիտեմ բալանում են ինչ-որ մի բան այդտեղից ինչ-որ երևույթներ, եզրույթներ ներկայացված լինեն, ինչ-որ առարկա լինի համապատասխան Պինիցիլին, ուրիշ որտեղ գիտենք պորտաբույսների համայնք, իսկ պատմության մեջ ասենք ինչ-որ համայնք, որը հրաժարվել է կռվելուց հանձնվել է, ինչ-որ համայնք, որը հրաժարվել է իր անկախության համար, ինչ-որ մեկը չի եղել, Դանկոյի առասպելը, Դանկոյին հակառակ ինչ պատմություններ գիտենք, ասենք տենց անձնազոհության հետ կապված առասպել։ Օրինակ Դանկոն, որ սիրտը հանում տալիս է բոլորին չեն գնահատում, կրակ, ջահ, Պորտաբույց ու համայնք, ու դե չէ, դեռ հանձնազոհություն։ ամենալավը, չգիտեմ, Քաջ Նազարը այնտեղ շատ տարբեր պատմություններ կան։ Ժամանակ։ Պարոն հաղորդավար, ես կպատասխանեմ կուզենայի մկների ժողովը մեր շատ հայտնի ստեղծագործությունը ցիտեի, բայց ուղղակի կնշեմ, որ սևարգում զանգ է։ Չալոն կաղ է, մստոն, չգիտեմ, չաղ է կամ կաղ է, վերջի մի խոսքով։ Սևարգում զանգակ է, զանգակ, որը պետք է կախվեր կատվի վզից, որը այդպես էլ պորտաբույսների բանակը չհաջողեցին։ Հասկանալի է ձեր պատասխանը, իսկ հիմա ուշադրություն ճիշտ պատասխանը։ Համաձայն այդ համարձակ գաղափարի բացենք սև արկղը, կատվի վզից պետք է զանգ կախեին։ Այդպես է Միսակ Մարկոսյանը ներկայացնում մկների ժողովի գեղարվեստական գաղափարը։ 4-3 հոգուտ գիտակների Նարեկ Մնացականյանը բերում է 4-րդ միավորը իր թիմին և թիմն առաջ է անցնում հաշվի մեջ։ Տիկնայք և պարոնայք, մեր դահլիճում ներկա է Armenia 3 Project-ի ռազմավարական գործընկերության և ազդեցության հարցերով տնօրեն Մարինա Մխիթարյանը։ Բարի երեկո, Տիկին Մխիթարյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Մխիթարյան, բացի անտառներ ստեղծելուց Armenia 3 Project-ը նաև համայնքային կանաչապատման ծրագիր ունի։ Ինչ սկզբունքով են ընտրվում համայնքները և ինչն եք կարևորում դուք։ Պարոն հաղորդավար, երևի շատ քիչ կան Հայաստանում պատմամշակութային վայրեր, հոգևոր վայրեր ու զինվորական մասեր, որոնք չեն կանաչապատել։ Հիմա ակտիվորեն անում ենք դպրոցներում, մանկապարտեզներում և համայնքային հանրային վայրերում, բայց դրա համար կա մի կարևոր նախապայման, նախ համայնքի հանձնառությունը, որովհետև մենք սերմից աճեցնում ենք տնկիները ու շատ նախանձախնդիր ենք դրանց կյանքի նկատմամբ, կարևոր է, որ և համայնքը ստանձնի տեր լինելու պատրաստակամություն ու նաև ունենա ոռոգման հնարավորություն։ Այդ երկու պայմանը լինելու դեպքում մեծ պատրաստակամությամբ գնում ենք համայնքներ, այգիներ ենք ստեղծում, պուրակներ ու կանաչապատում ենք հասարակական վայրերը։
Եվս մեկ անգամ շնորհակալություն Տիկին Մխիթարյան ձեր շատ կարևոր աշխատանքի համար։ Ավելացնեմ միայն, որ Armenia 3 Project-ը այսօրվա մեր բոլոր մասնակիցներին նվիրում է վկայական, որը կբացի արկածային մի ճանապարհ դեպի Լոռու մարզ, Հրանտ Դինքի անտառ, Շվաքում միջոցառմանը մասնակցելու համար։ Իսկ եզրափակիչ խաղի լավագույն գիտակին Armenia 3 Project-ը կնվիրի մատենից արքայական բալասանը։ Շարունակում ենք խաղը 8-րդ խաղափուլ։ Շարունակում ենք, նույն ձևի շարունակում ենք։ Պարոն Նացականյան, Լսում եմ պարոն հաղորդավար։ ինչ եք կարծում, ինչ է պետք անել, որպեսզի հասարակության մեջ հայտնվեն կատվի վզից զանգ կախել չվախեցող մարդիկ։ Դժվար արձեք տալիս, որ չեմ ուզում տարանջատեմ որ հասարակության առհասարակ համաշխարհային թե հայ հասարակության, բայց ուղղակի համարձակությունը մինչև վերջ պետք է տանել, պետք է լինել մինչև վերջ համարձակ։ Սուպեր բլից։ 3 հարց, որից յուրաքանչյուրին պատասխանելու համար գիտակին տրվում է 20 վայրկյան ժամանակ։ Հիշեցնեմ, որ Սուպեր բլիցի ժամանակ մեկ լրացուցիչ որևէ րոպե օգտագործել չի կարելի, դա բլիցին է միայն վերաբերվում։ Որպեսզի թիմը վաստակի մեկ միավոր, այդ գիտակը պետք է պատասխանի բոլոր 3 հարցերին։ Ով է մնում սեղանի շուրջ։ Երանուհի Տեր Մովսիսյանը։ Երանուհի Տեր Մովսիսյանը։ Խնդրում եմ բացարձակ լռություն դահլիճում, ես խաղում եմ միայն Երանուհի Տեր Մովսիսյանի հետ։ Ուշադրություն, առաջին հարցը։ Ամերիկացի տիեզերագնաց Ալան Շեպարդը պատմում էր, որ իր թռիչքի թերևս ամենապատասխանատու պահը տիեզերանավի անջատումն էր հրթիռից։ Ընդ որում, նախքան անջատումը թռիչքը տևել է 140 վայրկյան։ Միևնույն ժամանակ ևս մեկ ցուցանիշ կազմել է 138։ Վահե Հարությունյանը Երևանից հետաքրքրվում է, որն է այդ ցուցանիշը։ Ժամանակ։ Ժամանակ։ Եթե մենք պատկերացնենք, որ 140 վայրկյան տևել է այդ նախքան անջատումում, 138 վայրկյան ինչ-որ մի գործողություն, այսինքն կարելի է պատկերացնել, որ 138 վայրկյանի ընթացքում, քանի որ Ալեն Շեպարդը շատ լարված էր, եկեք պատկերացնենք, որ ինքը 138 վայրկյան պատրաստվել է այդ գործողությունը կատարելու համար, որպեսզի կարողանար տարանջատվել տիեզերանավի այդ տարանջատումը կատարելուն, հա։ Դա կլիներ օրինակ ինչ-որ սարքերի ստուգում, այսինքն այդ պատրաստվելու գործողությունը, որ կատարեր անջատումը։ Հասկանալի է Երանուհի, դուք երևի պարզապես ուշադիր չեղաք, ուշադրություն ճիշտ պատասխանը։ 138-ը կոնկրետ ցուցանիշ էր։ Ալան Շեպարդն անհանգստանում էր, քանի որ գիտակցում էր, որ եթե տիեզերյան նավը չանջատվեր հրթիռից, ամեն ինչ շատ վատ կավարտվեր։ 138-ը 1 րոպեում Շեպարդի սրտի զարկերի ցուցանիշներ։ 4-4 Վահե Հարությունյանը բերում է 4-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յոնի բանկից։ Իսկ մենք շարունակում ենք խաղը 9-րդ խաղափուլ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր հարցերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով՝ Երևան, Եղվարդի խճուղի 1, Armenia հեռուստատեսություն, ինչ, որտեղ, երբ հեռուստախաղին, կամ info@prt.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև 3w.tv.am կայքի միջոցով։ Այն նամակները, որտեղ տեղեկատվության աղբյուրը եւ ձեր հեռախոսի համարը նշված չեն լինի, չեն դիտարկվի մեր խմբագիրների կողմից։ Սրակի ուղղությամբ ձեր դեմ խաղում է Սարգիս Պետրոսյանը, ինժեներ Երևանից։
Ուշադրություն, աղով լցված լուցկու տուփ։ Մեր հեռուստադիտող Սարգիս Պետրոսյանը հիշում է, որ մանկության տարիներին ինքն ու բոլոր երեխաները աշնան սկզբին սկսում էին հավաքել լուցկու դատարկ տուփեր։ Սովետական դաստիարակությունն ու կրթությունը սովորեցնում էին պատրաստ լինել առաջիկա խնդիրներին եւ դժվարություններին։ Ուշադրություն հարցը. Ինչի համար էին խորհրդային տներում օգտագործում աղով լցված լուցկու տուփերը։ Ժամանակ։ Աշունից առաջ կարող են ինչ-որ կենթայիների Սովորաբար, որ գնում են, ասենք, այդ նախիրը պահելու կամ ասենք դրսում, որ իրանց հետը տանում են։ Իրանց վրա հանկարծ կարապողոցում կով հարցակվի կամ ինչ-որ կենթանի մոդելներ կերակրեն։ Մրջունների դեմ, բայց մրջունները տուն էին գալիս այդ ժամանակ։ Իսկ կարող է իրանց վրա ասած խոտակել կենթայիներին։ Նոր տարվա հետ Ժողովուրդ խորհրդային գյուղի Եթե փողոցում ինչ-որ կարող է խոնավություն չկաշի։ Խոնավություն չկաշի, թուղթը չի տոնում խոնավություն։ Եթե որպես աղաման էին օգտագործում, այսպես փոքր ինչ-որ բանով շուռ էին տալիս լցնում էին բանի մեջ։ Ինչպես ինքը խոնավությունը մեջ կքաշե, օրինակ։ Ժողովուրդը չի կարող որ գրասյան օգտագործես։ Այսինքն լուսկու տուփը օգտագործեն։ Հա, ճոգի, հենց տուփն է թանկ, աղն է մեջն է, որ խոնավությունը քաշի առանց Իսկ եթե որպես աղաման էին օգտագործում, որ այսինքն չափը որոշեն, եթե շատ աղա պետք է այսքան են բացում, եթե քիչ աղա պետք է դնելուց կարող է ինչ-որ մի բան։ Բայց հավաքում են, չէ՞, Ժամանակ։ Պարոն հաղորդավար, կխնդրենք հարցը ամբողջությամբ կարդալ եւ մեր խնայած րոպեներից մեկը կվերցնենք։ Իհարկե։ Մեր հեռուստադիտող Սարգիս Պետրոսյանը հիշում է, որ մանկության տարիներին ինքն ու բոլոր երեխաները աշնանը սկսում էին հավաքել լուցկու դատարկ տուփեր։ Սովետական դաստիարակությունն ու կրթությունը սովորեցնում էին պատրաստ լինել առաջիկա խնդիրներին եւ դժվարություններին։ Ինչի համար էին խորհրդային տներում օգտագործվում աղով լցված լուցկու տուփերը։ Երկրորդ րոպե։ Աշնան այսքան ջան հետ կապված ինչ կալի, որ ձնից ասենք տան պատերը ծակեն մտցնում են այնտեղ, որ աղը քաշա խոնավությունը ձնից։ Ձն հալի ժամ։ Դժվարություններին դիմադրել, դժվարություններին ասում, սովորացնում էին։ Ինչ պետք է երեխաների մասին է խոսքը։ Կարող է ուղղակի աղը պահում են, որովհետև ձմեռը աղ չկա։ Բայց ինչի լուցկու մեջ, ինչի լուցկու Նարեկ կարող սովի դեմ պայքարելու համար աղը տես լսում էին լեզին ինչ-որ սովի զգացողությունը Այդ տիպի սովետական աղաջուր ժողովուրդը Երեխեքն էին հավաքում։ Լավ, աշունից հետո ինչ դժվարություն կա, ձմեռն է, ցուրտն է, քիչն է։ Ճանապարհին էին շախտալիս դպրոց գնալուց։ Շատ հարմար է աղը գրպանում պահելը։ Կպայքարե ինչ-որ բան։ Գրպանում պահում են, որ ճանապարհին շախտային անցնեին, դպրոց գնալուց չսղային։ Կոշիկներ չունեն համապատասխան ձմռանը։ Հենց սրա ֆունկցիան կարող է լինի, որ ինքը գրպանում հարմար տեղավորվում է, ոչ թե։ Ժամանակ, պարոն Նացականյան, արդեն երկրորդ րոպեն էլ ավարտվեց։ Ով է պատասխանում։ Ով է պատասխանում, պարոն Նացականյան։ Լսում ենք ձեզ։ Ենթադրում եմ, որ քանի որ աշնան հետ կապված խոնավության խնդիրներ առաջանում եւ իրենց հետ տեղափոխելու այդ աղը չխոնավացնելու պատճառով լցնում էին լուսկու տուփի մեջ։ Որ ինչ լինի, պարոն Որ Նացականյան։ աղը խոնավություն չքաշի, հիմնականում տուփը պահի, որտեղ ինքը թղթից է։ Թուղթը ձեր կարծիքով խոնավություն չի քաշում։ Համատաբար ավելի կպահի աղը խոնավալանոց։ Չեմ ենթադրում, որ լուսկու տուփը խոնավություն չքաշի, որտեղ սովետական միությունում կարծում եմ լուսկու խնդիր չկար, ավելի շատ աղի հետ կապված էր, ուղղակի երեխաներին հիմնականում ես հիշում եմ, ես էլ նույնպես այդ անում էի, որ պահում էինք ինչ որ տեղ գնալուց դպրոցական այդ նախաճաշիկների հետ կամ չգիտեմ այդ գյուղերում ընդունված էր նախիրը տանելուց պայլուց, ուրիշ ամանի տարայի խնդիր կար միշտ սովորական սովետական միությունում ու տենց էին տեղափոխում, էլի։ Հասկանալի է, ուշադրություն ճիշտ պատասխանը։
Ճիշտն ասած ինձ հետաքրքիր է կա արդյոք տարբերակներ դահլիճում։ Մի հատ տարբերակ առաջացավ, որ միգուցե աղով լցված լուսկով տուփերը դնում էին ամառային շորերի գրպաններում, որպիսի ձմեռվա ընթացքում խոնավություն չքաշեին եւ պահպանվեին շորերը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Սարգիս Պետրոսյանը հիշում է, որ մանուկ հասակում ինքն ու բոլոր երեխաները աշնանը սկսում էին հավաքել լուցկու դատարկ տուփեր, որոնք ձմռան ցուրտ օրերին լցվում էին աղով եւ ամենամոտը պարոն Մալխասյան դուք էիք տեղադրվում պատուհանների շրջանակների միջև, որպեսի կանխեն ապակիների քրտնելը, աղը կլանում էր ավելորդ խոնավությունը։ 5-4 հոգու հեռուստադիտողների Սարգիս Պետրոսյանը բերում է 5-րդ միավոր իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Ես համաձայն եմ, սա բավականին բարդ հարց էր։ Այս պահին մեր ակումբում սուրճի ընդմիջում է։ Վայելեք Royal Armenia սուրճը եւ թարմացրեք ձեր միտքը։ Սուպերբլիսը գնաց, ամենադժվարը գնաց, մի րոպե լունա։ Չէ, պոմոշ եք ես ավելացնում, Ինչ որտեղ երբ ամառային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, մեր վստահելի գործընկերն է Եվրոստանոյութ ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը, մեր կանաչ գործընկերն է Armenia Tree Project բարեգործական հիմնադրամը, մտքի թարմության մեր գործընկերն է Royal Armenia սուրճը, գովաստ Armenia TV-ի եթերում։ Տիկնայք եւ պարոնայք, դահլիճում ներկա է Յունիբանկի անձնակազմի կառավարման գծով տնօրենի տեղակալ Սյուզաննա Սուրենյանցը։ Բարի երեկո, Տիկին Սուրենյանց։ Բարև ձեզ, պարոն հաղորդավար։ Տիկին Սուրենյանց, ինչպես կգնահատեք այսօրվա խաղը։ Կգնահատեմ շատ հետաքրքիր, շատ լարված, անգամ այդ լարվածությունը ինչ որտեղ մեզ էլ է փոխանցվում։ Դե դա միշտ է այդպես, Տիկին Սուրենյանց, իսկ ում կառանձնացնեք թիմից։ Թիմից կառանձնած բոլորն են լավը, բայց կարծում եմ եւ մի փոքր Օֆելային եւ Նարեկ Նացականյանին։ Շնորհակալություն Տիկին Սուրենյան, շարունակում ենք խաղը 10-րդ խաղափուլ։ Պարոն Ամիրաղյան։ Այո, պարոն խաղաղ։ Դուք ամենափորձառուն եք թիմում։ Մանուկ հասակում աղով լցված այսպիսի տուփեր չեք օգտագործել։ Ոչ, ընդհանրապես։ Դա երևի թե քաղաքներում էին օգտագործում, պարոն Ամիրաղյան, ես համաձայն եմ։ Երևի թե։ Ձեր դեմ խաղում է Լևոն Ավետյանը, ոսկի արծվի մրցանակակիր իրավաբան Երևանից։ Արսենալ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտնի է իր ոչ ավանդական մոտեցումներով թիմի մարզումներին եւ ղեկավարմանը։ Մի օր մարզիչը ցանկացավ իր խաղացողների ուշադրությունը հրավիրել զգոնության եւ ցանկացած պահի եւ իրավիճակի պատրաստ լինելու կարեւորության վրա։ Ուշադրություն, հարցը. Ինչ պրոֆեսիոնալներ այդ նպատակով վարձեց Արտետան։ Ժամանակ։ Աչպարյակներ, ինչ որ բան է, որ իրանց վրա նետել են, կրակել են իրանց վրա։ Շարժվող, տեղաշարժվող, չգիտեմ ինչ որ Կամ պետք է ինչ-որ մեկը իրանց հարցակվելու վրա շախմատի մասնագետներ, որտեղ պետք է շախմատ խային ցանկացած բան ինչ-որ իրավիճակ շախմատը լանա, բայց գոնությունը պրոֆեսիոնալներ հստակ մասնագետ, հստակ ինչ-որ բանի պրոֆեսիոնալ է պետք։ Ֆուի մասնագետ, չգիտեմ, արևելյան մարտավերների պրոֆեսիոնալ է պետք։ Ընդ որում պետք է հաշվի առնենք Միկել Արտետանը շատ պաշտպանական ֆուտբոլի կողմնակից է, շատ է պաշտպանվում, Պիստոպի մասնագետներ է, ֆորմուլա 1-ի պիստոպի։ Բայց անկյունայիններն ժողովուրդ, իսկ եթե ընդհանուր մի հատ հաշվի առնենք, որ Արսենալն է, Արտետանը անկյունայինների շատ գոլ են խփում, լավ պաշտպանում են Արսենալի խաղացողները հիմա։ Պետք է զգոնի կամ հրշեջ ինչ որ արագության հետ։ Արագ պետք է կողմնորոշվեն իրանք, չգիտեմ, արտակարգ իրավիճակների մասնագետներ։ Օդից ինչ որ բաներ, դրոններ կարող է։ Արևելյան մարտարվեստների դեպքում է չի որ պետք է արագանես ու հստակ եղնի քայլերը։ Պարոն Նացականյան, Պարոն հաղորդավար, կխնդրենք կրկնել հարցը եւ մենք կվերցնենք դահլիճի օգնությունը, քանի որ վերջին հնարավորությունն է օգտվելու
այդ հնարավորությունից։ Ես դեմ չեմ։ Լրություն ես կրկնում եմ, որից հետո կտրամադրեմ 20 վայրկյան Դալիճի օգնության համար։ Արսենալ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտնի է իր ոչ ավանդական մոտեցումներով թիմի մարզումներին եւ ղեկավարմանը։ Մի օր մարզիչը ցանկացավ իր խաղացողների ուշադրությունը հրավիրել զգոնության եւ ցանկացած պահի եւ իրավիճակի պատրաստ լինելու կարեւորության վրա։ Ուշադրություն հարցը։ Իսկ ինչ պրոֆեսիոնալներ այդ նպատակով վարձեց Արտետան 20 վայրկյան Ուրիշ երեխաների հետ կապված դայակներ ինչ որ բան որը Կարմանիկ։ Դե եկեք ժամանակը չվատնենք, պարոն հաղորդավար։ Լսում եմ ձեզ։ Եվ Դալիճի կողմից շնորհակալություն Դալիճին։ Խոսքը գրպանատների մասին էր։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Միկել Արտետան թիմի ընթրիքներից մեկին հրավիրեց պրոֆեսիոնալ գրպանահատների ընթրիքի ավարտին Արտետան խնդրեց խաղացողներին ստուգել իրենց գրպանները։ Շատերը հայտնաբերեցին, որ արժեքավոր իրեր են կորցրել, որից հետո մարզիչը բացատրեց, որ խաղադաշտում ինչպես եւ կյանքում երբեք չպետք է կորցնել կենտրոնացումը եւ զգոնությունը 5-5 Դալիճի օգնությամբ թիմը վաստակում է 5-րդ միավորը, սակայն Լևոն Ավետյանը որպես փոխհատուցում ստանում է 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից, քանի որ թիմը հարցին պատասխանեց Դալիճի օգնությամբ։ Եվ մենք սկսում ենք 11-րդ վճռորոշ խաղափուլը։ Պարոն Նացականյան, լսում եմ, պարոն։ Իսկ դուք ինչ միջոցների եք դիմում, որ ձեր թիմը չկորցնի զգոնությունը երբեք։ Ես ավելի շատ պարոն Հակոբյանի զգոնությունն եմ միշտ ուզում պահեմ, որովհետև ինքն է զգոնությունը հաճախ կորցնում, աղջիկները ընդհանրապես չեն կորցնում։ Պարոն Ամիրյանը էլ փորձառու է, Տենց ծայրեղ միջոցների չեմ դիմում։ Այնուամենայնիվ ինչ եք անում, օրինակ, որ նույն Կառլենի զգոնությունը Պատմի։ Չէ, չեմ ուզում պատմեմ։ Հասկանալի է։ Ձեր դեմ խաղում է Դավիթ Աբգարյանը, ինժեներ Երևանից։ Չափերով փոքր այդ հարմարանքը, որպես կանոն ամուր ամրացվում է մակերեսին։ Դրա նպատակն է պահել եւ ճիշտ ուղղություն հաղորդել իր պաշտպանյալներին, թույլ չտալով, որ դրանք վերադառնան իրենց սկզբնական դիրքին։ Այդ հարմարանքի աշխատանքի արդյունավետությունը բոլորին տեսանելի է դառնում ժամանակի ընթացքում։ Ուշադրություն հարցը։ Ինչպես ենք մենք անվանում այդ հարմարանքը։ Ժամանակ։ Ինքը բաշխում է, ճիշտ ընտրում է ու արդյունավետությունը։ Իրան իսկ Ժորդ իսկ աղոց հեպրեն։ Ինչ ասած, Ժամասելակ ինքը ամրանում է ինչ-որ միկրոֆոնի Մակերեսին է հարմարեցում։ Հա հետո ամրանում է մակերեսին։ Ձենը ֆիքս է, տանի ճիշտ իր պաշտպանյաններն ինչ, պաշտպանյանները ով են։ Սայնի բաները, հնչյունները օրինակ։ Իսկ կաղա ժամացույց, կողմնացույց, այս վարչոկի տարբերակը ֆիքսեցին։ Հա ֆիքսը դա չեն քննարկում, պարզապես պաշտպանյանները չի տեղավորվում ու պաշտպանյանները շալվարը որ պահում են Բայց ժամանակի ընթացքում ասում եմ ու իր պաշտպանյաններին է, այդ ոնց են համացությունը տալիս։ Այս պահին չի փոքր հարմարանքը ամրացում է։ Արդյունավետությունը։ Որ զար խաղերի հետ կապված ինչ-որ բան կարա լինի։ Պրոստը շատ չեն է, իրանք քիչ է, մեհատիկ մե է։ Կողմնացույցի սլակ, ժամի սլակ, բայց պաշտպանյալը ով է այստեղ։ Ու պաշտպանյանները ինչ է, ասեք։ Դե ուրեմն փոքր հարմարանքային մակերեսին, որ պինդ մնա։ Ժամանակ, պարոն Նացականյան, հիշեցնեմ։ Հաղորդավար, հա, մենք ունենք մի րոպե, կխնդրեմ ուղղակի մի քիչ ոնց որ հարցը լավ չֆիքսեցինք, եթե հնարավոր է կարդալ, վերցնենք մեր վերջին խնայած րոպեն։ Ես կրկին կընթերցեմ եւ այո, կտրամադրեմ վերջին րոպեն ձեզ։ Չափերով փոքր այդ հարմարանքը, որպես կանոն, ամուր ամրացվում է մակերեսին։ Դրա նպատակն է պահել
եւ ճիշտ ուղղություն հաղորդել իր պաշտպանյալներին, թույլ չտալով, որ դրանք վերադառնան իրենց սկզբնական դիրքին։ Այդ հարմարանքի աշխատանքի արդյունավետությունը բոլորին տեսանելի է դառնում միայն ժամանակի ընթացքում։ Ուշադրություն հարցը. ինչպես ենք մենք անվանում այդ հարմարանքը։ Ժամանակ։ Բրեկետներ։ Շատ լավն է, շատ լավն է, ժամանակի ընթացքում է պաշտպանյալներին չի թող Անտի լավն է, հետո ուրիշ շատ լավն է, անցանք պաշտպանների։ Մազիրայից հետ վերադառնալ մազերին, բայց մազերին ձակով կամ ոնց է։ Ժամանակի ընթացքը չի բանեն է, թե չէ։ Փոքր հարմարանքա ինչով է ամրացում, ասում է ինչ որ տեղ։ Ամուր ամրացում։ Սա պրոստը ամրացում է բան, մակերևույթին։ Ու ժամանակի ընթացքում է, լավն է, հետո անցանք, սա շատ լավն էր, ուրիշ տեսակի պրոթեզներ, չգիտեմ, Պաշտպանության կարիք ունի։ ինչ որ դատարանում պաշտպանության, չգիտեմ, Պրոստը ուճուր հարմարանք։ Այս դատավորի մուրշնել կանի, բայց շտատիվը ինչ որ միկրոֆոնի, բայց պաշտպանյալներին, էլ ինչով է, բրիկետը կամ են բրիկետները, էլայներները, իսկ են բաքսորների են։ Ուրիշ ֆունկցիա ունի, բայց կապը Հայերեն ո՞նց է։ Ոչինչ դուք դենց կասես բրիկետը։ Կարլենը թող ասի մասնագետ։ Պարոն Մնացականյանով է պատասխանում։ Եկեք մեր այս վճռական պատասխանը վստահենք մեր թիմի նորեկին Վարդուն։ Լսում ենք Վարդուի։ Կարծում ենք, որ խոսքը բրեկետների մասին է։ Բրեկետների մասին։ Հասկանալի է, ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Այն ամուր պահում է։ Պարոն Մնացականյան, 3 տարի առաջ ես չեմ սխալվել, որ ձեր թիմը մտցրել եմ մրցույթային հատված։ Մեր ատամները եւ թույլ չի տալիս, որ դրանք վերադառնան իրենց սկզբնական դիրքին։ Խոսքը բրեկետի մասին է։ 6-5 ես ազդարարում եմ գիտակների հաղթանակը եւ նշում հաղթողների անունները. Վարդուհի Բեգլարյան, Արմեն Ամիրախյան, Օֆելիա Ավետիսյան, Կարլեն Հակոբյան, Երանուհի Տեր-Մովսիսյան եւ թիմի ավագ Նարեկ Մնացականյան։ Պարոն Դավիթ Բադեյան։ Այո, պարոն հաղորդավար։ Ով էր այսօրվա խաղի լավագույն գիտակը։ Կարծում եմ Նարեկ Մնացականյանը։ Այսօրվա խաղի լավագույն գիտակ է ճանաչվում Նարեկ Մնացականյանը եւ ստանում է Գաբրիել Գարսիա Մարկեսի 100 տարվա մենություն վեպը Վանանե Արարքցյանի մակագրությամբ։ Թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը, իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը առաջիկա համերգի հրավիրատոմս 2 անձի համար։ Տիկին Սյուզաննա Սուրենյանց։ Այո, պարոն Եկավ ժամանակն ընտրելու լավագույն հեռուստադիտողին։ Հիշեցնեմ հաղթող հարցերի հեղինակներին։ Լաուրա Զիրոյան դերձակների եւ ուսանողների մասին հարցով։ Յունիբանկը չենք դիտարկում Գուրգեն Գրիգորյան ստի դետեկտորի մասին հարցով։ Վահե Հարությունյան սրտի զարկերի ցուցանիշի մասին, Սարգիս Պետրոսյան աղով լցված լուցկու տուփերի մասին։ Կարծում եմ երևի աղով տուփերի մասին։ Աղով տուփերի մասին։ Բարդ հարցեր ուղղակի եւ հետաքրքիր։ Այո, իհարկե բարդ հարցեր։ Սարգիս Պետրոսյանը աղով լցված լուցկու տուփերի մասին հարցով ճանաչվում է այսօրվա խաղի լավագույն հարցի հեղինակ եւ ստանում է լրացուցիչ 50,000 դրամ գումար Յունիբանկից։ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ են պատասխանել, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Պարոն Հայկ Հայրապետյան։ Լսում եմ, պարոն հաղորդավար։ Հիշեցնեմ այդ հարցերը եւ դուք ընտրեք։ Սեդա Քոչարյան գիրք հանելուկի մասին, Արևիկ Մարգարյան բամբասանքի մասին, Ալինա Ավակյան 1968 թվականի Մերսեդեսի մասին, Միսակ Մարկոսյան մկների ժողովի զանգի մասին, Լևոն Ավետյան գրպանահատների մասին եւ Դավիթ Աբգարյան բրեկետի մասին։ 1968 թվականի Մերսեդեսի մասին հարց է շատ հավանեցի։
Ալինա Ավակյանը ստանում է 50,000 դրամի նվերքարտ Աթենք ընկերությունից։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV-ի եթերում։